Հրապարակը գրում է Արցախի ազգային ժողովի արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին 3 կեսգիշերին կալանավորեցին սրբազան ճակերտավոր հեղաշրջման գործով։ Բոլոր կալանավորվածների վրա նաև լրացուցիչ սահմանափակումներ կան տեսակցությունների արգելք։ Գալստյանը օրինակ կարող է տեսակցել միայն մերձավոր ազգականներին ու փաստաբաններին, իսկ դատարանի որոշման հիմքում զրո ապացույց է եղել նրա առնչությամբ։ Որոշման հիմքում դրվել է քննությանը խոչընդոտելու ռիսկը թերթին պատմել են, որ կալանքի որոշում կայացրած դատավոր Ռոման Սմբատյանը ողջ դատավարության ընթացքում լուր հետևել է, հարց չի տվել, դատապարտվածի նման հաստատել է քննիչի միջնորդությունը, իսկ Դավիթ Գալստյանն էլ ասել է, որ սրբազանին վերջի անգամ տեսել է մարտի սկզբներին արցախցիների հետ հավաքի ժամանակ Գալստյանին տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ։ Պաշտպանը բողոքարկելու է որոշումը, սակայն արցախցի քաղաքական գործիչները կասկած չունեն, որ Գալստյանին կալանավորել են, որ նա Փաշինյանի կոշտ քննադատներից է եղել, հատկապես Հայաստան տեղափոխվելուց հետո, եւ սրանով ուզում են ցույց տալ, որ արցախցիներն էլ են ներգրավված իբրև թե ահաբեկչական ծրագրերում։ Ժողովուրդը գրում է ազգային ժողովի պաշտոնական կայքում արդեն հեծի ազգայնացնելու, ինչպես համացանցում է որակվել, հեծը խլելու նախագիծն է, որը ազգային ժողովը կքննարկի հուլիսի 1-ից 4-ը գումարված նստաշրջանում։ Նախագիծը մշակել, օրակարգ է բերել քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, այն վերաբերում է էներգետիկ ոլորտի ենթակառուցվածքներին, այդ թվում Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲ-ին, որի պետականացման գործընթացի մասին հայտարարեց Փաշինյանը։ Նախագծով էներգետիկայի մասին օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու միջոցով առաջարկվում է նախատեսել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունը նշանակելու հեծի ժամանակավոր կառավարիչ, ում անցնելու է հեծը կառավարելու բոլոր լիազորությունները։ Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲ-ն պետք է ազգայնացվի, պետականացվի, այս մասին հայտարարել էր Փաշինյանը, հիշեցնում է թերթը։ Թերթը նկատում է հայտարարությունը Փաշինյանն արեց գործարար Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից ժամեր անց, իսկ հայտարարությունից հետո դրա ներկայացումը չուշացավ։ Խորհրդանում լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշել էր, թե ազգային ժողովում արդեն կա հեծն ազգայնացնելու մասին փոփոխությունների նախագիծ։ Հրապարակը գրում է ճակերտավոր հեղաշրջման պլանը բացահայտելու իրավապահների օպերացիային զուգահեռ նախօրեին սինխրոն մարտնչում էին նաև քաղաքական իշխանությունները, գործադիրի, օրենսդիրի ներկայացուցիչները։ Անգամ Աշոտ Փաշինյանն էր դրան մասնակցում, վիրավորական արտահայտություններ, լուտանքներ, մեղադրանքներ էին հնչեցնում, ՔՊԱ-ականները հանրությանը տերորի ենթարկում իրենց ուղղված հորինված տերորի թեմայով։ Ակնհայտ է, որ սցենարիստն ու դիրիժորը Փաշինյանն էր, որը բոլորին հրահանգել էր վճարել իշխանական տորթից օգտվելու բարձր հնարավորության դիմաց, եւ անգամ Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը զերծ չմնացին այդ նողկալի արշավին մասնակցելուց։ Բայց կային մարդիկ, որոնք այնուամենայնիվ պլստացին, օրինակ Կարկարուն ՔՊԱ-ական Հակոբ Սիմիդյանը, Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը։ Եթե Արփինե Սարգսյանին ու Սրբուհի Գալյանին թույլատրվել էր բացակայել, որովհետև ուժային կառույցներ են ղեկավարում, այլ կերպ ասած ծառայում են, ապա կարող էին ներքաշվել օրինակ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, բայց նրանք խուսափել են թաթախվելուց։ ԱԺ-ից կան բացականներ Արուսյակ Ջուլհակյան, Ծովինար Վարդանյան, Վլադիմիր Վարդանյան, Մարիա Կարապետյան, Հայկ Սարգսյան, Հրաչ Հակոբյան եւ ուրիշներ, գրում է թերթը։ Հրապարակում կարդում ենք իշխանությունը քննարկում է Մայրաթորի դեմ գրոհային խմբեր ձևավորելու հարձակվելու ռիսկերը թերթի տեղեկություններով, ավելի հավանական են համարում, որ ինչ-որ պահի խմբեր գործուղեն վեհարան, թե երբ ժամկետներ չեն հայտնում։ Ընդդիմադիր որոշ շրջանակներում էլ հակազդեցության ծրագրեր են մշակում, մասնավորապես ՀՀԿ-ն կազմ պատրաստ սպասում է նման ոտնձգության, որ իրենք էլ խմբեր ուղարկեն Մայրաթոր։ Թերթի աղբյուրը չի բացառել, որ ի աջակցություն եկեղեցու առաջիկայում այլ ակցիաներ էլ կիրականացնեն։ Թերթը հիշեցնում է, որ հունիսի 22-ին, երբ նշվում էր կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, բազմաթիվ հավատավոր հայեր Զվարթնոց տաճարի մոտից երթով գնացին Մայր տաճար ի պաշտպանություն առաքելական եկեղեցու։ Ըստ ՀՀԿ-ականների հաշվարկների այդ օրվա ակցիային մոտ 5000 կուսակցական է եղել։
Ժողովուրդն էլ գրում է վերջերս հրապարակված լուսանկարը, որտեղ պատկերված էին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգինի II-ն ու Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուր, բայց հստակ մեսիջ էր հանրությանը։ Թերթին հայտնի է դարձել, որ այդ հանդիպումը ուղեկցվել է լուրջ ու խորքային զրույցով, երկրի ներքաղաքական լարված իրավիճակով, եկեղեցու որպես ինստիտուտի դերի վերաբերյալ։ Տեր-Պետրոսյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել, կոչ է արել կաթողիկոսին պահպանել հանգստություն, զգոնություն ու չտրվել սադրանքի։ Նա ընդգծել է, որևէ իշխանություն իրավունք չունի ներխուժել եկեղեցու ինքնիշխանության դաշտ ու թելադրել իր կամքը, հիշեցնելով, որ սահմանադրության համաձայն եկեղեցին պետությունից անջատ է։ Կաթողիկոսը իր հերթին տեղեկացրել է Հայաստանի հիմնադիր նախագահին, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ են ստանում։ Նրան փորձել են համոզել հեռանալ, հակառակ դեպքում խոստացել են վարկաբեկել ու նույնիսկ ձերբակալել, բայց հոգևոր հովիվը այս պահին շարունակում է դիմադրել։ Հրապարակն էլ գրում է այսօր հունիսի 27-ին տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը կմեկնի Թուրքիա, նրա հետ Թուրքիա կմեկնի նաև խորհրդարանականներից մեկը։ Նախարարությունից մեկնաբանել են, թե այցի նպատակը տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելն է, որին 30-ից ավելի երկրների տրանսպորտային ոլորտի ղեկավարներ են մասնակցում։ Դա նախարարական ֆորում է։ Ըստ թերթի Թուրքիա մեկնելուց առաջ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Խուդատյանի ու նրա տեղակալի հետ, քննարկել մի շարք հարցեր, արդյոք դե յուրե հնարավոր է Հայաստանից դեպի Թուրքիա ապրանքների արտահանումը, Թուրքիայից Հայաստան ներմուծումը, Թուրքիայով ապրանքների տարանցումը, Թուրքիայից Հայաստանով տարանցումը, թուրքական բեռնատարները կարող են բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքով եւ հակառակը։ Չի բացառվում Թուրքիա այցի իրական նպատակը այս հարցերը կոնստրուկտիվ ուղղելն է ու հարաբերություններ հաստատելը, գրում է թերթը։